Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ հարազնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մեկնարկել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը։ ՔՊԻ վարչության որոշմամբ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել 2025 թվականի նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ, որի համար պետք է նամակով ուղարկեն իրենց ինքնակենսագրականները, իսկ եթե ՔՊ անդամ չեն, նաև կուսակցության վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ վարչությունը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում։ Գրանցված թեկնածուները մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար։ ՔՊ անդամները 500,000 դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք 1,500,000 դրամ, ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ չնայած ՔՊ-ն պնդում է, որ պատրաստվում է հերթական ընտրությունների, այնուամենայնիվ վերլուծական շրջանակները չեն բացառում, որ կառավարող կուսակցությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Օրերս նաև ՔՊ-ն նախընտրական շտաբի ձևավորման մասին հայտնեց, որը կղեկավարի Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Փարիզում Խաղաղության 8-րդ ֆորումի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի ընտրությունները կարևոր են խաղաղության գործընթացի համար։ Նա վստահություն է հայտնել, որ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը անկախ առկա մարտահրավերներից։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Իհարկե տարատեսակ մտահոգություններ կան, հիմա գիտեք, ամբողջ աշխարհում խնդիրներ կան կապված ապատեղեկատվության հետ։ Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, մենք էլ ենք դա զգում եւ աշխատում ենք կառավարել դա։ Բայց ընդհանուր առմամբ ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին եւ խաղաղության գործընթացին ու հաստատված խաղաղությանը եւ նրանք անպայման կաջակցեն դրան, ասաց Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պատրաստվում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ թույլ չի տալիս Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական քայլ։ Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից, բարձր մակարդակի այցն առանց ստորագրված պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ եւ պարտավորությունները չեն կատարվել, նման քայլեր անժամանակ կարող են լինել։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ների աղբյուրները, նկատելով, որ ապագայում բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը չի բացառվում։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանը լրագրողներին հայտնել էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Իլհամ Ալիևը հրավիրվել են Երևան եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին։ Այն ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով ընդամենը շաբաթներ առաջ ազգային ժողովի ամբիոնից խոստովանում էր, որ սահմանները պաշտպանելու խնդիր կա եւ դրա համար վարժական հավաքների մասնակիցները մարտական հերթապահություն են իրականացնում, տեղեկացրեց զմերային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից, այսինքն եթե օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս զմեր երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով։ Փոփոխությունները սակայն հետադարձ ուժ չեն ունենա, այս պահին ծառայողները բանակում կմնան 2 տարով։ Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որևէ խզում տեղի չի ունենա եւ այդ ամբողջ process-ը կկառավարվի շատ սահուն եւ ընթացքը կլինի տեսանելի եւ կարծում եմ որևէ խնդիր չի առաջանա։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, ինչ կարծիքներ կան այս կարևորագույն նախագծի հետ կապված։ Համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն, ուղղակի եւս մեկ անգամ ընդգծելով այս նախագծի կարևորությունը եւ թե ինչքան սպասված էր մեր հասարակության կողմից եւ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ թե առողջապահական տեսանկյունից, թե մեր տղաների կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունը ահռելի նշանակություն է ունենալու եւ իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը եւ որպես նաեւ ծնող։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Ավանեսյան, ձեր տղային բարի ծառայություն ենք մաղթում, այլ կարծիքներ։ Շատ լավ, առաջարկում եմ ընդունել այս որոշումը, ովքեր են դեմ,
դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն, պարոն Սարգսյան, շատ կարևոր նախագիծ է։ Պաշտոնական պարզաբանմամբ ծառայության ժամկետի կրճատումը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման արդյունք է, մասնավորապես Պաշտպան Հայրենյաց ծրագրի շրջանակում այս պահին 4220 զինծառայող որոշել է շարունակել ծառայությունն ու աշխատավարձ ստանալ։ Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով, նշեց Սարգսյանը։ Կառավարության այսօրվա նիստը վարող Մհեր Գրիգորյանը դիմելով կառավարության անդամներին հարցրեց. կարծիքներ կան կարևորագույն նախագծի վերաբերյալ ամբողջ դահլիճից արձագանքեց միայն առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն էլ ոչ թե այս օրերին հնչող մտահոգություններին անդրադարձավ, այլ բացառապես շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարությանը։ Հայաստանում կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը սահմանվելով 500,000 դրամ։ Այս մասին խորհրդարանում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանն է ասել. Ծրագիրը նպաստելու է նրան, որ եթե քաղաքացին որոշել է, որ ունենա, ապա ամեն երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար ինքը մինչեւ 6 տարեկան առնվազն ստանալու է այդ 50,000 դրամը։ Այս պահին միգուցե նաեւ հետագա տարիներին նաեւ դրա վերանայման անհրաժեշտություն ունենա։ Նաեւ այդ օրենսդրական փաթեթում մենք առաջարկելու ենք առաջին եւ երկրորդ երեխաների այսինքն համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող այդ միանվագ նպաստը ծննդյան եւ բոլորին դարձնել 500,000 դրամ, առաջի եւ երկրորդի 300,000-ների փոխարեն նաեւ։ Անդրադառնալով ծնելիության խթանման թեմային, նա խոսեց ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին։ Ամենայն հավանականությամբ շուտով արժե կուղարկենք օրենքի նախագիծ, որով երրորդ եւ հաջորդ երեխայի մինչեւ 6 տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։ Փորձը ցույց է տալիս, որ ամսական աջակցություններով խրախուսելն ավելի լավ է, քան միանվագ գումարը, որը տրվում է երեխայի ծնվելու ժամանակ, ասաց Թորոսյանը։ Նրա խոսքով անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ 4 եւ ավելի 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չբացառելով որևէ վարկած տեղեկացրել է, որ բոլոր ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են Ծափաթաղ գյուղում կորած 3 տարեկան Տիգրան Հովհաննեսովին գտնելու համար։ Իհարկե քրեական գործ կա հարուցված, բայց տարբեր վարկածներ, այսինքն չբացառելով ոչ մի վարկած ու այդպիսի ու այդ ուղղությամբ որոնողական աշխատանքներ, այսինքն չբացառելով ոչ մի վարկած։ Սարգսյանը վստահեցրեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, թե Տիգրանի կորելուց հետո ծնողները վախեցել են մյուս երեխաներին մանկապարտեզ տանել։ Նա անդրադարձավ նաև Տիգրանի հորաքրոջ հարցազրույցին։ Կինն ասել է, թե Տիգրանի համր եղբայրը, որը կորելուց առաջ երեխայի հետ է եղել, հիմա անընդհատ կոկորդն է ցույց տալիս։ Դրանից հետո ենթադրություններ հնչեցին, որ դա խեղդել է նշանակում։ Մեր կողմից ենթադրությունը եղել է այն, որ երեխան փորձել է հասկացնել, որ չի կարողանում խոսել ոչ թե այլ վարկած, ասաց Սարգսյանը։ Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալապես անապահով լինելուն, Սարգսյանը հայտնեց, նրանք օգնություն են ստացել համայնքապետարանից, իսկ մարզպետարանից ոչ, քանի որ մինչ այս պահն իրենց չեն դիմել։ Նա ընդգծեց, որ առաջիկայում որոշակի ֆինանսական օգնություն կցուցաբերեն վառելիք, հագուստ եւ սնունդ ձեռք բերելու համար։ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովաննավանքում Ստեփան Ասատյանի կողմից մատուցվելիք ինքնակոչ պատարագի։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե որևէ մեկի չի ստիպելու, որ իր հետ գնան պատարագի։ Ինձ թվում է այդ այնպիսի հարցա, որ չես կարող որևէ մեկին ասել, եկեք գնանք պատարագի մասնակցենք, դա իրենց ցանկությունը պետք է լինի, որ իրենք ուզենան մասնակցեն։ Իսկ դուք ինչու եք Գեղարքունիքից հասնում Արագածոտնի մարզպետ։ Անկեղծ ուզում եմ մասնակցեմ, զուտ ուզում եմ մասնակցեմ այդ պատարագին։ Առաջի անգամը չեմ մասնակցել, երկրորդին ուզում եմ մասնակցել։ Մայրաթորից էլ տեղեկացրել են, որ իշխանությունների հովանավորմամբ Հովաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Մայրաթորը շեշտել է, որ եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։ Մայրաթորը հայտարարում է, որ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովաննավանքի նկատմամբ իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր կանոնական կյանքի պաշտպանությանը եւ եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։
Այսօր հոկտեմբերի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 13:30-ի սահմաններում Վիլիս Մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30 կիլոմետրի հատվածում անտառային գոտում անտառի մեջ բախվել է հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդի վանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավոր կինն է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի եւ վիրավոր ուղևորի ինքնությունը։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։